Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովհաննիսյանն եմ։ Ճշմարիտ արվեստագետը որպես կանոն որոշակի էներգիա եւ տրամադրություն է տարածում իր շուրջ։ Իսկ երբ այդ արվեստի ճյուղերը երեքն են, ապա էներգիան եռապատկվում է։ Բայց այս անձնավորությունը էներգիա եւ տրամադրություն է տարածում արդեն իսկ իր ներկայությամբ։ Հուսով եմ դուք էլ դրանում կհամոզվեք։ Իմ զրուցակիցն է դերասան, երգիչ, նկարիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը։ Բարև ձեզ, հարգելի բարի օր, Ավո, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ լինել Սպուտնիկ Արմենիայի տաղավարում եւ զրուցել ձեզ հետ, շնորհակալ եմ։ Հուսով եմ չեմ չափազացնում, որ դուք ձեր ներկայությամբ տրամադրություն եք բերում եւ ակամայից հիշեցի Չապլինի օրինակը, ով ամբողջ աշխարհին լավ տրամադրություն, ժպիտ, ծիծաղ էր պարգևում, բայց գիտենք, որ կյանքում բավականին լուրջ, եթե չասենք տխուր մարդ էր։ Դուք այդպիսինն եք, որովհետեւ ուզում եք ձեր շրջապատը, ձեզ շրջապատող մարդիկ միշտ լավ դրական տրամադրության մեջ լինեն, թե դա ձեր էությունն է։ Այդպես է, մայրս անգամ պատմում էր, երբ ես փոքրիկ էի ու արթնանում էի օրորոցում, արդեն ժպիտով, արդեն ուրախ ու տրամադրությամբ կփաստեն իմ դասընկերները, իմ ինստիտուտի ուսանող ընկերները եւ հիմա իմ շրջապատը, որ ես իսկապես փորձում եմ միայն դրականը փոխանցել, եւ այդպես ինձ ավելի լավ եմ զգում, ավելի ստեղծագործողի համար, չգիտեմ, ավելի պարարթող դառնում լավ տրամադրությունը, լավ էներգիան, չնայած դրան, որ իհարկե ունեմ խնդիրներ, խնդիրներ, մտածմունք, հույզեր, բայց փորձում ես ամենը թաքցնել ու չփոխանցել դիմացինին։ Սա շատ կարևոր է։ Իհարկե, մարդիկ հիմա կասեն, որ դա անվիճելի է, բայց խնդիրները ոչ ոք ապահովագրված չէ։ Այսօր առօրյան ստիպում է, այո։ Սնուցման աղբյուրները որտեղ եք գտնում, ինչպես եք գտնում, որտեղ եք լիցքավորվում։ Լիցքավորվում եմ երևի իմ կատարած գործից, որտեղ եմ ես եւ ինչ եմ անում։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, Աստծուն, կարելի ասել, որ տվել է ինձ այդ շնորհները, որ չեմ հեռանում արվեստից, ուր էլ գնամ, ինչով էլ որ զբաղվեմ, ինչպես նշեցիք, եռամարտիկ եմ դարձել արվեստի, միշտ դեմ եմ եղել, երբ ինձ ներկայացնելուց կամ ընդհանրապես հեռուստացույցով որ ներկայացնում են մեկին նշում են մի քանի այսպես մասնագիտություններ, երասան, երգիչ, հաղորդավար, ես միշտ ասում եի, խնդրում եմ ինձ մեկը, միայն դերասան, միայն մեկը, բայց այդպես ես էլ եմ միշտ խուսափել շատ այդպես տիտղոսներից ու աներից, բայց ոգեշնչվում եմ երևի իմ գենետիկ մարյունն է ինձ մղում, չգիտեմ, հայրս նկարիչ, մայրս դերասանուհի, ամբողջ կյանքս եղել եմ կուլիսներում, եղել եմ նկարիչների շրջապատում, տեսել եմ մեծանուն արտիստների, նկարիչների եւ երևի այդպես գենետիկ դաջվել է ինձ մոտ ու երևի դա մինչև կյանքի վերջը։ Սովորաբար մանկության տարիներին այդ մասնագիտական ընտրությունը լինում է յուրաքանչյուրի մոտ յուրովի։ Մեկը ամենասկզբից հասկանում է, որ կանխորոշված է իր ապագան, ընտրում է կամ հայրիկի, կամ մայրիկի, կամ երրորդ ուղին։ Ձեր պարագայում ստացվում է, որ ինչ որ չափով որոշել եք չնեղացնել ոչ հայրիկին, ոչ մայրիկին, երկնել թողել եք ձեր սրտի հոգու համար, այդպես է թե այլ կերպ է եղել։ Այո, այդպես է եղել, քանի որ ի սկզբանե գիտեին բոլորը, որ ես նկարիչ եմ դառնալու, որովհետև զուգահեռ Կոջոյան դպրոց էի հաճախում, գերազանց ավարտեցի Կոջոյան դպրոցը, շնորհիվ իմ հրաշալի դասախոսների եւ շատ այսպես անսպասելիորեն, չնայած դրան զուգահեռ նաև հաճախում էի թատրոն, մայրիկիս հետ կապած էի միշտ եւ փորձերին եւ ստեղծագործական process-ներին ամեն ինչին ներկայ է լինում 7 տարեկանում առաջին դերս ունեցա Պատանի հանդիսատեսի թատրոնում իմ կնքահոր այսպես ասեմ Երվանդ Ղազանշյանի շնորհիվ Տավական ձայններ։ Այդ ուրեմն ի սկզբանե այդպես դրվեց, բայց այնուամենայնիվ ես նկարիչ էի, որովհետև բոլորը իմ հայրիկիս ընկերները, բարեկամները, բոլորը գիտեին, որ ես վերջ պատրաստի արդեն նկարիչ եմ, ու հանկարծ 9-րդ դասարանում, 10-րդ դասարանի վերջում ես այսպես կտրուկ որոշում
կայացրեցի, առիթը եղավ մի բեմադրություն, անգլալեզու բեմադրություն, Քիփլինգի Մաուգլին բեմադրվեց խաղացի Մաուգլիի դերը, ու դա եղավ արդեն մի քիչ ավելի գիտակից տարիքում, դա եղավ այսպես, կարծես իմ վերջնական որոշումը, որ ես գնում եմ Թատերական ինստիտուտ դառնալու դերասան։ Հայրիկը նեղացավ։ Հայրիկը չնեղացավ, ծնողներս շատ ժամանակակից մարդիկ էին, շատ երբեք ինձ չէին պարտադրում ու նույնիսկ ինչպես որ ես հիմա կասեմ, որ չէի ուզի, որ իմ երեխաները շարունակեին իմ գործը կամ ընտրեին իմ մասնագիտությունը, որտեվ ամեն մարդ իր մասնագիտության դժվարությունն ու դառնությունը իմանալով երբեք չի ուզում, որ իր երեխան շարունակի կամ լինի այդ ասպարեզում, բայց այնուամենայնիվ իրենք շատ մոդեռն մտածող մարդիկ էին ու ամենը թողել էին ինձ վրա։ Ես ինչպես կուզեմ, ինչպես կորոշեմ, իմ սիրտը ինչպես կթելադրի։ Եվ այդպես էլ գումարվեց այդ բոլոր գենետիկ այդ փոխանցվեց ինձ ու երկու մասնագիտությունից էլ չհեռացա ու այնքան մոտ են իրենք երկուսն էլ Եվ դերասանություն։ շատ մոտ են, որ այսպես նայում ենք այդ process-ը, տեսակը, սիստեմը աշխատելու շատ նման է։ Շատ նման է միայն մի տարբերությամբ, որ նա կոլեկտիվ է, սա անհատի գործ է։ Սա է միակ տարբերությունը ինձ համար։ Եվ այդպես, իսկ երկը միշտ եմ սիրել, երկը դա ուսանողական տարիներին, չնայած որ դրամատիկ թատրոնի դերասան բաժինն է սովորում, ունեինք մենք վոկալի դասաժամեր, ի տարբերություն երաժշտական կուրսերի, որոնք ավելի շատ էր մասնագիտականը վոկալը, մեզ մոտ մի քիչ ավելի սակավ, բայց էլի երկը ինձ մոտ առաջին պլանում էր ու գումարած 98-ից երբ հրավիրվեցի Պարոնյան թատրոն, Պարոնյան թատրոնը քաչ ծանոթ է բոլորիս, որ երաժշտական, կոմեդիայի, օպերետի թատրոն եւ չերկող դերասան այնտեղ անելիք չուներ։ Այնպես որ երգը միշտ է ինձ ուղեկցել, սերը ավելի ամրացավ, երբ 90-ականների սկզբում, 90-ականների ավարտին արդեն, 98-ին կարծեմ 99-ին եղավ այդ Փարիզի Աստվածամոր տաճարը մյուզիկլը ֆրանսիացիների բեմադրած Գարուն եւ մնացած բոլոր արտիստները, դա եղավ երևի այսպես ինձ համար մի աստեղային ժամ, սեր դեպի մյուզիկլը, սեր դեպի երգը, դա եւ այդպես գիտեք ամեն ոլորտում էլ ամեն ինչ անում եմ իմ սրտով, պիտի սիրեմ այդ երգը, որ երգեմ, պիտի սիրեմ այդ դերը, այդ կերպարը, նոր խաղամ, պիտի ուզեմ այն ինչ որ մտքիս կգա, սրտովս կլինի, կնկարեմ։ Ոչ մի բան զորով ստիպված, այսպես հատուկ երբեք չեմ արել, երգներ այդպես չեմ ընկել ես հոսանքների մեջ եւ երգել եմ այն ինչ որ սիրել եմ։ Իսկ ուզում եմ նկարչության թեման շարունակենք, որովհետև արխիվում շատ կարևոր առիթ է մեզ սպասում, բայց քանի որ դերասանության եւ դերերի մասին խոսեցիք, անգամ որ պետք է սիրեք այդ դերը, չեմ կարող չանդրադառնալ մի կերպարի, իսկ դրանք բազմաթիվ են։ Սողոմոն թե Լերանի խաղացել եք, կերտել եք այդ կերպարը, կարծում եմ հիմա դժվարանում եմ ձեր անունից ասել ամենաբարդն էր ձեր կյանքում թե ոչ, բայց ինձ հետաքրքիր է տարիներ առաջ եք խաղացել։ Հիմա երբ իրավիճակներ են փոխվում, վերաիմաստավորելու կամ ինչպես հիմա կխաղայեք, թե դերը մնում է դեր, ինչ որ բան փոխում է դա ձեր մեջ։ Այո, կարող է հիմա այլ կերպ խաղայի, այլ կերպ մտածեի, որտեվ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ էի, դերասանը ինչքան հասունանում է, արվեստագետը, ինչքան որ ապրում է, ինչքան որ տեսնում է, այնքան ավելի է ամրանում, ավելի պրոֆեսիոնալ է դառնում, ավելի գիտակցում է, շատ ավելի խորը, իհարկե տարիքը, կենսափորձը իրեն ասում է, այո, կենսափորձը անշուշտ իրեն ասում է, բայց պետք չէ երբեք ետ նայել եւ փորձել ինչ-որ մի բան շտկել կամ ուղղել, որովհետեւ եղել է, անցել է ու շատ լավ ներկայացում էր իմիջ այլոց Նարեկ Դուրյանը հավաքեց մի թատերախումբ, որով ներկայացավ այդ գործը, ոտքի դատարանն է գալիս Պերզեյթունցյանի
պիեսի հիման վրա եւ գումարած ֆրանսիացի ու համաշխարհային պատմաբանների փաստավավերագրական այդ նյութերի վրա ստեղծվեց այդ պիեսը եւ խաղացինք Տիկնիկային թատրոնում։ Հիմա դրա պահանջը չեք զգում։ Հիմա դրա պահանջը ավելի քան զգում եմ ու շատ ափսոս, որ չենք խաղում նման ներկայացումներ ու նման թեմաներ չի շոշափվում։ Էլ ավելի գնում են դեպի ժամանցային, ավելի մակերեսային, ավելի այսօրվա, միօրական, թռուցիկ, այսպես Գրեթե բոլոր արվեստներում դա նկատվում է։ բոլոր տեղերում։ Երաժշտության Անշուշտ նաև մեջ։ նկարչության մեջ, երաժշտության մեջ շատ սարսափելի ժամանակներ ենք Երկարվեստում։ ապրում։ Այո, երկարվեստում, որ դա խայտարակություն է, կարելի ասել։ Մեկ բառով։ Վերադառնանք նկարչություն եւ որքան էլ հասկանում եմ, որ չեք թողնում այդ 3 ճյուղերից եւ ոչ մեկը, այնուամենայնիվ ավելի շատ ձեզ նկատում են նկարչության մեջ։ Այո, վերջին շրջանում, ապացույցը նախորդ ցուցահանդեսներ, դա անցած տարի էր, եթե չեմ Անցած սխալ, տարի սեպտեմբերին, հա։ եւ կոչվում էր Աբո Խալաթյանի թատրոնը։ Այո։ Շատ այսպես ամփոփ եւ միևնույն ժամանակ խորիմաստ անվանում, որտեղ ով ինչ ասես կարող է պատկերացնել, որտեղ կյանքը թատրոն է, մարդիկ դերասան, իսկ այս կայանալիք սպասվողը կոչվում է սպանված թատրոն։ Այո։ Աբո ինչ տեղի ունեցավ, ով ոտնձգեց ձեր նախորդ թատրոնին, ինչու այսպիսի հորետեսական անվանում։ Այսօր կարծես արշավ է մշակույթի դեմ, համաշխարհային արշավ, սպանում են լավը, սպանում են կարևորը, եւ այսպես սպանված թատրոն ինձ համար դրեցի ես այդ վերնագիրը, խնդրում եմ ոչ մեկը թող ոչ մի տողատակ չփնտրի, ոչ մի ենթատեքստ ման չգա, դա այդպես ծնվեց այդ ներկայացումը, որովհետեւ ինչի հիմա ես կպատմեմ, երբ 2022 թվականին Պարոնյան թատրոն հրավիրվեց Արթուր Սարիբեկյան անունով շատ տաղանդավոր երիտասարդ ռեժիսոր եւ փոքրիկ սրահում էքսպերիմենտալ դահլիճում Երևան Ղազանչյանի անունը կրող բեմադրվեց Պաուլո Կոելյոյի Վերոնիկան որոշում է մեռնել այս հայտնի վիպակը դարձվեց պիես Արթուրի շնորհիվ Սարիբեկյան ու լավագույն դերասաններով Պարոնյան թատրոնի ընտրանի կազմվեց ու բեմադրվեց այս ներկայացումը, որտեղ ես խաղում էի կերպարներից մեկը Էդուարդ անունով մի տղա, ով երազում է նկարիչ դառնալ եւ որպես լքված մեկը իր տանը, իր ընտանիքում, հայրը, մայրը դիվանագետներ եւ ճնշում էին ու փորձում են այս երեխային դարձնել իրենց նման, կապել փողկապ եւ շարունակել իր հոր գործը, լինել դիվանագետ, բայց այս տղան նկարիչ էր ներքուստ ու երազում էր, որ երբ պիտի նկարի տիրամոր պատկերը եւ կարծես զուգահեռներ գնացին այդ ժամանակ իմ եւ Էդուարդի միջև, որովհետեւ Ավոն էլ այդ ժամանակ ինչպես Էդուարդը նկարում էր ամենտեղ պատերին, հատակին, առաստաղին, սավանների վրա եւ կարծես ոչինչ իզուր չէր այդ դերը ինձ հանձնելը եւ զուգահեռը Ավոյի եւ Էդուարդի եւ ես որոշեցի, մենք որոշեցինք ռեժիսորի հետ, որ ես կլինեմ նաեւ նկարիչը այդ ներկայացման եւ ամբողջ դեկորացիան, իլյուստրացիան, դեկորացիայի արեցի ես, Ավո Էդուարդը, ամբողջ փորձերի ընթացքում այդ 2 ամիս աշխատանքի ժամանակ ես նկարում էի ու դարձավ մի հրաշալի դեկորացիա, հենց անմիջապես Էդուարդի կողմից ստեղծված եւ ներկայացման ընթացքում էլ նկարվում էր ու ամեն ներկայացմանը ինքը ավելանում էր, գումարվում, պես ինքը դարձավ մի հրաշք ներկայացում ու դեկորացիա, բայց ժամանակ անց 2025 թվականին պետական թատրոնը, որտեղ ինչպես ընդունված է ոչ աստծո գործերին, ոչ պետական թատրոնի գործերին պետք չէ խառնվել, չգիտեմ ինչ պատճառներով այս ներկայացումը ռեպերտուարից դուրս եկավ եւ ես երկրում չէի վերադառնալուն պես իմացա այս լուրը, գնացի թատրոն ու հանդիպեցի այս ամբողջ դեկորացիան
կուլիսներում, ետնաբեմում, մի մութ անկյունում, անմխիթար վիճակում, շպրտված, անտեսված ու լքված փոշիների մեջ շատ մեծ ցավ ապրեցի։ Եվ այդտեղ էլ եկավ այդ գաղափարը սպանված թատրոնի, որ իսկապես սպիտակ կավիճով այսպես եզրագծված էր այդ ինչպես որ սպանության վայրում կլինի դիակի շուրջ գտա իմ այդ սավանները, որի վրա ես այդքան աշխատել էի ու տանջվել էի, որը ոչ մի կոպեկի արժեք չուներ փաստորեն, երկայացումը դուրս եկավ ռեպերտուարից եւ այդ ամենն էլ իր հետ միասին պիտի գնար ու կորեր։ Ես որոշեցի, որ նոր կյանք տալ այդ ամեն ինչին, նոր շունչ տալ եւ վերցրեցի այդ ամբողջ դեկորացիան, կտրատեցի իրենց նկարած հատվածները եւ բերեցի տուն, գնեցի բարձր որակի կտավներ եւ նորից սկսեցի ես իրենց կոլաժ անել, կպցնել այդ կտավների վրա։ Բայց դա արդեն բոլորովին այլ արվեստ է։ Բոլորովին ինքը կարծես էլի ոչինչ պատահական չէր երևի, վերուստ տենց այդպես էլ պիտի լիներ։ Երևի սա էր ճիշտը, չգիտեմ։ Ու այդ սպանված թատրոնին ես փորձեցի կյանք տալ, վերածնել եւ Այդ դեպքում ինչու վերածնված թատրոն չի, այլ սպանված։ Չգիտեմ, որովհետեւ երևի այդ վիրավորանքս ու ցավս այնքան մեծ էր, որ ես ուրիշ վերնագիր չգտա այդ ամեն ինչի մեջ։ Հետաքրքիր մոտեցում է եւ իսկապես տարողունակ։ Եվ այսօր մենք շատ ենք ականատես լինում սպանվող թատրոնների։ Գոյ թատրոնը մեզ օրինակ, Պատանի հանդիսատեսին սևագրավա պատտվում, դեռ չգիտենք ինչ կլինի ապագան։ Այսպես շատ ու շատ կարող ենք թվել արվեստի կենտրոններ, մարդիկ, արվեստագետներ, որոնք սպանվում են, Մեղմ ասած վտանգված են։ Այո, սա էլ կլինի երևի մեսիջ բոլորին համընդհանուր համամարտկային, թող լինի սպանված թատրոն անունով, որովհետև ես ինքս թատրոնի մարդ եմ, այդպես էլ վերնագրել եմ։ Կարծում եմ դեռ շատ այդ հարցը ձեզ կուղեն, ինչու սպանված, բայց այստեղ դուք հիմնավորեցիք, պարզաբանեցիք։ Նախորդ ցուցահանդեսում ներկայացված էին 3 սերունդներ, ձեր հայրիկի աշխատանքները, ձեր եւ դստեր։ Կարելի ասել, որ Էլիզաբեթի ճանապարհը արդեն կանխորոշված է, թե ձեր նման կժառանգի մի քանի ճյուղեր, ինչու ոչ նաեւ մայրիկի տաղանդը երկարվեստը առաջնորդվում է ինքը, կարող է հարցնես մի ժամանակ ասի ես նկարչուհի եմ լինելու, որոշ ժամանակ անց հարցնես ասի ես երգչուհի եմ դառնալու, էլի տարբերակ ունի թե երկուսի միջև է ընտրում։ Ինչ որ լինի, կարծեմ արվեստի մեջ պիտի լինի այդ երեխան, որովհետև ուրիշ բանով չի զբաղվում։ Ինքը անընդհատ ստեղծում է, անընդհատ ինքը արվեստի մեջ է, արարում է անընդհատ։ Չեմ կարծում, որ կշեղվի ռադիկալ տարբեր մի ուրիշ մասնագիտության կգնա, տղաս ճիշտ հակառակը։ IT ոլորտի մեջ է իրեն տեսնում, ինքը ավելի տենց կոմպյուտերային, այս ժամանակակից մարդ է, շատ ժամանակակից մասնագիտությունների մեջ է իրեն։ Չէ, բայց վստահ եմ, որ այդ բոլոր շնորհները ունի, բայց տղա է երևի մի քիչ ավելի զուսպ ու ամաչկոտ է, բայց աղջիկս շատ դժվար է լինելու իր համար, որովհետև էլի ինձ նման մի քանի այսպես տաղանդներ կուտակվել է եւ շատ բարդ է լինելու ընտրությունը։ Դե տաղանդը ի վերջո մի օր գտնում է իր դրսևորումը։ Այո, այդպես է։ Տաղանդը ինչ էլ որ անես, ինքը ժայռի մեջից ծիլ տված ծաղիկի պես երբեմն հանդիպում ենք չէ բնության մեջ։ Այդպես ինքը կճեղքի ու դուրս կգա, դա միանշանակ այդպես է։ Քննադատության մասին խոսենք։ Ով է ձեր առաջին քննադատը? Ում եք առաջին գործը ներկայացնում ընտանիքում եւ ինչպես է վերաբերում նաեւ երեխաների աշխատանքներին։
Քննադատները ստանեցիներն են։ ընտանիք։ Քննադատները ստանեցիներն են ու այս պարագայում ինչքան ժամանակ է արդեն չունեմ արվեստանոց դեռ, չեմ առանձնացել որպես նկարիչ, տանն եմ աշխատում եւ քննադատներս անընդհատ իմ կողքին են։ Շատ է խանգարում։ Ինձ հետ են, չէ, բացարձակ չեն խանգարում, արդեն կարծես սովորել եմ, նույնիսկ փորձում են ինձ համար ուրիշ տեղ գտնել, ինձ հանել տանից գնամ ուրիշ տեղ աշխատելու, ես արդեն չեմ գնում։ Արդեն ես եմ հարմարվել, մենք խոհանոցում ճաշ եմ պատրաստում, աժիոտաժ է տանը, երեխաները դասի դպրոց։ Բայց ես էլի աշխատում եմ, էլի նկարում եմ, իմ սիրելի ժամերն ունեմ, առավոտյան շատ շուտ, ժամը 5:30, 6 լուսաբացին, երբ բոլորը քնած են եւ շատ ուշ, երբ ճանապարհում եմ բոլորին արդեն քնելու, էլի իմ աշխատաժամը սկսվում է, աշխատանքից ժամը։ Քննադատներս մայրս է առաջին հերթին, որովհետեւ շատ փորձով աչք ունի մաման, որտեղ պապային էլ ամբողջ կյանքը նկարչի հետ է ապրել եւ լավ գիտի այդ ամեն ինչը, իհարկե նունեն երբեմն ասում է ես ոչինչ չեմ հասկանում քո նկարներից, նա ավելի ռեալիզմի, ավելի այսպես մաքրամաքուր նկարչության կողմնակից, նա Ռենուար կսիրի կամ ուրիշ այսպիսի հեղինակներ, բան իմ գործերը մեկ այսպես ֆովիստական, վայրագ գույներով կամ սուրռեալիստական լուծումներով, բան, ասում է ես չեմ հասկանում այս արվեստից ինձ մի հարցրու, բայց երկրորդ տեղում գալիս է երևի Էլիզաբեթը, աղջիկս, որ երեխաների աչքը շատ սուր է եւ շատ դիպուկ, երբեմն այնպիսի շտկումներ, քննադատություններ կանեն, որ իսկապես ասում ես, որ բրավո, որտեղից դա երևի էլի գենն է խոսում, էլի։ Իսկ դուք շատ եք միջամտում Էլիզաբեթի աշխատանքներին։ Երբեք չեմ միջամտում եմ նրանով, որ չնայած իր 10 տարեկանին, ես տալիս եմ բոլոր իմ նյութերը, պրոֆեսիոնալ մատիտ կլինի, ակրիլներ կլինեն, յուղաներկեր, բոլորը պրոֆեսիոնալ գործիքներ եմ տալիս իրեն, այսինքն մանկական գուաշների հույսին չեմ թողնում, կամ այսպես ինչ-որ ակվարելների մանկական, այլ ընդհակառակը մեծի պես իմ կտավներն եմ տալիս, երբեմն բերում եմ մեծ կտավներ, ասում եմ նկարի, բեցի։ Միևնույն է, եթե մի բան չստացվի, որպես առաջին երես կվերցնենք, կընդունենք, հետո կծածկես, կնկարես, բայց մեկ-մեկն հենց բաներ է ստացվում, որ ասում եմ բրավո, կեցես, հենց այդպես էլ թողնում ենք, ուրեմն սա քոնն էր, քեզ համար էի բերել ուրեմն այս կտավը։ Ես միշտ փորձում եմ այսպես իրեն օգնել, ավելացնել, բայց երբեք չսահմանափակել ու չքննադատել։ Դրա համար էլ չենք տալիս որևէ խմբակների, որևէ այսպես անհատ մասնագետների, դեռ փոքրիկ է, գիտակցված, որովհետև ինքը ինչ ունի իր մեջ այդ տաղանդը, այդ մտածողությունը, այդ տեսակը, անհատականությունը, թող ձևավորվի, թող ավելի մի քիչ ամրանա, նոր հետո արդեն ինքը կորոշի։ Տեխնիկայի հարցն է մնացածը տեխնիկայի հարցը։ Իհարկե նկարչին հարցնել, թե ինչ է ուզում ասել իր կտավներով, շատ պարզունակ կհնչի, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչ սիմվոլներ, ինչ ենթատեքստ, ինչ եք ուզում հաղորդել ձեր նկարչությամբ, որովհետև պարզ է նրանք, ովքեր ձեզ տեսել են բեմում, հասկանալի է, որ ձեր ասելիքը դերասանական արվեստի միջոցով եք հաղորդել, երգը երգարվեստով։ Այո, շատ հեշտ է դառնում ավելի։ Հետաքրքիր է այդ չնայած մանկությունից եք նկարել եւ չի կարելի ասել, որ ինչ որ բան այնտեղ չբավարարեց եւ վերցրեցիք վրցին, որպեսզի ինքնադրսևորվեք, այդպես չէ, միանշանակ։ Բայց ո՞րն է ձեր գլխավոր ասելիքը նկարչության միջոցով։ Ես եթե չեղավ ասելիք, չեղավ ենթատեքստ, չեղավ սիմվոլիկա իմ նկարների մեջ, ես չեմ նկարի։ Պարզունակ նատյուրմորտ, չգիտեմ, խնձոր, նուռ, Արարատ լեռ, միշտ խուսափել եմ, այսպես ստանդարտ լոկալ նկարչությունից միշտ փախել եմ, եւ իմ բոլոր նկարներում կա ասելիք, կա ենթատեքստ, կա թատրոն, կան գործողանձիկ, կան կերպարներ եւ ամենակարևորը իմ նկարները ես համարում եմ մարկաներ, ինչպես են մարկաները, որ նշանավորում են տվյալ ժամանակի տվյալ իրադարձությունը, տվյալ օրերի հուզող հարցերը։ Դա կարող է տարիներ հետո այդ նկարները վերծանվեն եւ հասկանան, թե ինչ էր ասում նկարիչը, ինչեր են եղել այդ ժամանակին,
այդ օրերին, այդ պահին։ Ինձ մոտ այսպես խորհրդանշական, շատ սիմվոլիկ աշխատանքներ են բոլորը։ Ես եթե չունեցա ասելիքը, միտքը, ամենակարևորը ինձ մոտ միտքն է։ Մեծամասամբ ես գիտեմ նկարիչները նկարելու ընթացքում կարող է ծնվի միտքը, նկարելու կեսից ինչ-որ մի բան փոխվի։ Ինձ մոտ ես պիտի լիարժեք իմանամ, ես պիտի իմանամ թեման, լիարժեք, գործողանցիկ, ինչպես որ թատրոնում դրա համար է ինձ մոտ շատ մոտ։ Եվ այդ process-ը սեղանի շուրջ աշխատելը, էսկիզը, հետո անցնել միզանսցենի, հետո ու այնքան ուրախ եմ, որ ես հիմա ինքս եմ իմ ռեժիսորը, իմ լուսավորողը, իմ սցենարիստը, ես եմ ընտրում ով պիտի լինի առաջին պլանում, ով է գլխավոր հերոս, ով երկրորդական, այնքան մոտ է ինձ անկախ նկարիչ բարի բուն իմաստով։ Եվ այո, այս իմ դերասանի 30 տարվա կարելի է ասել, 98 թվականից 27 տարի Պարոնյան թատրոնում որպես պրոֆեսիոնալ այս մեծ փորձը շփումը եւ կլասիկ հեղինակների հետ եւ ժամանակակից հեղինակների հետ, այսքան պիեսների, այսքան գեղարվեստական ստեղծագործությունների հետ շփումը ինձ հարստացրեց, ինձ ավելի ամրացրեց որպես նկարիչ։ Եվ ես կարծես հիմա թեմայի պակաս չունեմ։ Ես կարող եմ անդադար գտնել ինձ համար թեմաներ, գտնել ինձ համար անելիքներ եւ ասելիքներ։ Դե իսկ ներշնչման նախբյուրներ, կարծում եմ դրանց պակասը չունեք։ Պակասը չկա, չէ։ Հետաքրքիր Մուսա ինչ եմ սպասում։ Մուսա Թե չունելու մուսաներ ունեք։ Մուսաները սերն է դեպի նկարչությունը։ Եթե սիրես գործդ, արդեն մուսա է։ Իսկ եղել է որ Նունե Եսայանի երգերի ներքո ստեղծագործեք։ Դա ձեզ ոգեշնչի։ Չէ, չի եղել, ճիշտ է, շատ եմ սիրում Նունեի արվեստը, կան երգեր, որ իսկապես իմ սրտին շատ մոտ են ու սրտումս են։ Կնշեք մի քանիսը։ Նշեմ, սերիմ ստեղծագործությունը, Արթուր Գրիգորյանի վերջին երգը շնորհակալ եմ կարծեմ, եթե չեմ սխալվում, ստեղծագործությունը ավելի այսպես շասեմ էստրադային ժանրը ոչ ժողովրդականը, ոչ հայկականը, ոչ այդ ռիթմիկ զուռնադհոլները պարզադրատակ չեմ կարող նկարել 100%, բայց ավելի այսպես մեղեդային, դյունը, Գյանջումյանի շատ հրաշք երգեր ունին ունեն, այսպես, տեսակ երգեր, այո, բայց ընդհանրապես թե մեկ-մեկ կարող եմ ինձ բռնացնել այն փաստի վրա, որ մեղեդի չկա միացրած, բայց ես նկարում եմ, պարտադիր չի երաժշտությունը լինի, ինչ-որ այդտեղ խորունկ մի անկյունում, չի ներսում, որովհետև ես կարողանում եմ այդ 4 պատը ինձ համար գծել, դա երևի պրոֆեսիոնալ մասնագիտական բան է, կենտրոնանալ իմ գործի մեջ եւ չտեսնել կողքը ինչ է կատարվում։ Եվ պարտադիր չի, որ երաժշտություն կարող է լինի, էլ ես չլսեմ։ Ձեր երկուսի ճանաչված լինելու հանգամանքը երբևէ բերել է հետաքրքիր պատմությունների կամ բնականաբար ընտանիքում մրցակցություն լինել չի կարող ի սկզբանե, բայց թե ում ճանաչեցին, ում այդ պահին մեծարեցին, այսպես զուտպես մարդկային, որովհետև ի վերջո բոլորի մեջ ինչ-որ փոքրիկ էգոիստական բաներ կան, հատկապես արվեստագետը եւ հատկապես մարդիկ, ովքեր ուզում են սիրված լինել։ Գիտեք, իհարկե շատ հաճելի է այդ ճանաչումը, այդ հարգանքը հանդիսատեսի հասարակության, բայց ես միշտ ինձ կդնեմ երկրորդ պլանում մեծարելով Նունեին, միշտ, որովհետև անգամ կյանքում շատ ու շատ առաջարկներից եմ հրաժարվել, մասնակիցներ որևէ ֆիլմում, սերիալում կամ, չգիտեմ, այսպես ժամանցային պրոյեկտներում Նունեի համար, Նունեին բարձրունքի վրա պահելու համար, որ չեն ասի, ես Մոցարտը ում հետ է ընտրում հայտնի ֆրազը շատ դեպքերում նաև ես ուրախ եմ, որ Նունեին են ճանաչում, Նունեին են սիրում ու ես էլ դրանից շատ մեծ բավականություն եմ ստանում, ու շատ են եղել դեպքեր, որ այսպես ժպիտով գալիս են դեպի մեզ ու ասում են, այ ավո ջան, ման Նունեին երևի չեն էլ ճանաչել, կամ
Իմ միջոցով են ճանաչում, որտեղ նույն կյանքում մեկ-մեկ չեն ճանաչի իրեն այսպես փողոցում առօրյայում, ինձանով են առընտիրը լինում։ Իսկ ո՞րն է լինում նույնի ռեակցիան այդ պահին։ Շատ դրական, շատ նորմալ, շատ մարդկային, չէ, իհարկե։ Իսկ ինքը լինում է, որ ինչ-որ բանից հրաժարվի հանում ձեզ։ Չէ, այդպես չի եղել, բայց նույնն միշտ ինձ ներգրավում է իր ցանկացած պրոյեկտի մեջ։ Այսինքն լինի դա համերգ, լինի դա շրջագայություն, լինի գնալ արտասահման, որովհետեւ հյուրախաղի կամ բանի միշտ ինքը ինձ փորձում է իր կողքը մասնագիտական թե որպես ընտանիքի անդամ։ Եվ որպես ընտանիքի անդամ, եւ որպես մասնագիտական։ Կարծում եմ դա հաջողության ընտանիքի, այո, մեկս մյուսին մեծարելու կայունության գրավականներից մեկն է։ Մի առիթով ասել եք ունեմ մեծ սեր, որի անունն է թատրոն, բայց պարզվում է թաքնված սիրուհի էլ ունեմ, դա կինոն է։ Այո։ Աստորեն միտեղ էլ եւս մեկը կա երգն է, եւս մեկը նկարչությունը։ Իսկ եթե օրինակ ստիպված լինեք, ենթադրենք, հրաժարվել բոլորից, ձեզ արվեստից դուրս որտեղ կտեսնեիք։ Այ օրինակ եթե այդպիսի պայման լիներ։ Ճիշտ է, հիմա շատ արդեն ուշ է։ Բայց սովորելու համար երբեք ուշ չէ։ Բայց երևի բժշկության մեջ։ Գություն։ Հա, միշտ եմ Ունեցել եք սիրել։ ցկտուն։ Միշտ եմ սիրել, հա, բժիշկներին, իրենց առօրյան, իրենց այդ աստվածային գործը։ Իսկապես Այդ մասնագիտության առաջ խոնարհվել եմ միշտ։ Հա, բայց դե իսկապես արդեն շատ ուշ է եւ հա, երևի ինչ էլ որ լինի, հա, երևի անհատը նկարիչ մնալը կլինի։ Այսօր շատ դժվար է կոլեկտիվ արվեստում, անավանդ հայն ու կոլեկտիվը մի քիչ շատ իրարից հեռու են։ անհատին էլ է դժվար համաձայն եք։ Անհատին էլ է դժվար, անշուշտ պետք է կողքից օգնող ուժերը, այդ ամեն ինչը հարկավոր է անշուշտ նկարչին, մանավանդ այսօր։ Բայց կոլեկտիվը ինձ շատ հիասթափեցրեց այսօր, կոլեկտիվ արվեստը, որովհետև նվիրյալները գնացին, էլ չկան այն մարդիկ, ովքեր իսկապես նվիրյալներ էին։ Հիմա մի քիչ ավելի սոցիալական պայմանները, այս կյանքի շատ դժվարին ժամանակները մի քիչ կոլեկտիվը այսպես հուսադրող չի, որպես արտիստի համար, դրա համար ես մի քիչ հիմա փորձում եմ ավելի անհատ ներկայանալ։ Եվ որպես շարունակություն անհատական ցուցահանդեսն է, որի մասին քիչ առաջ մի փոքր ակնարկեցինք, պարզվում է, որ այդքան էլ ծավալուն չի լինելու, բայց արժեքը ցուցահանդեսի քանակի մեջ չէ, այլ որակի մեջ է։ Ինքը ծավալուն է, որովհետև ինչպես ես նշեցի, կտավները ամբողջ ասելիքով, սիմվոլիկաներով համեմված են։ Ինքը 6 գործ է լինելու, 6 աշխատանք, բավականին մեծ չափսերի, 2 մետր, 1.75, այսպես չափսերի են, եւ ամեն կտավի առաջ ճիշտ է 6 գործ է կախված, բայց ամեն կտավի առաջ կարծում եմ 60 րոպեն էլ քիչ կլինի, որ մարդիկ որևէ բան անցալեն, գտնեն, այնպես որ այս ցուցահանդեսը շատ սպասված է ինձ համար առաջին հերթին, եւ ես ընտրեցի մի շատ հետաքրքիր ու լավ միջավայր մեր քաղաքում, դա Արտ Կվարտալն է, որտեղ երիտասարդ նկարիչներ, քանդակագործներ կենտրոնացել են մեր քաղաքի սրտում, Պուշկին 4 հասցեում եւ ստեղծել են մի արվեստի իսկապես կենտրոն, կվարտալ, որտեղ ամեն քայլիդ արվեստի մասին է։ Ամեն մի ստեղծած սարքածը շնչում է արվեստով։ Եվ ես շատ ուզեցի, որ այդքան ցուցասրահներ մենք ունենք, ու առաջինը արեցի ցուցահանդեսը Forman Season-ի հետ, Forman Season ցուցասրահի հետ, դա Ավո Խալացյանի թատրոնը, դա եղավ առանձին մի ցուցադրություն, բայց այս մեկը ես հատուկ ուզեցի, որ լինի Արտ Կվարտալում, որովհետև այդ աշխատանքներն էլ այնքան մոտ էին այդ միջավայրին, այնքան հարիր էին այդ տեղին, որ ես ուրիշ ընտրություն էլ չփնտրեցի։ Արտ Կվարտալում կլինի 1800-ականների մառաններ են չավերված, չվնասված, եւ դա այդ երիտասարդ տղաները իրենց ձեռքերով, տղաներու աղջիկներ իրենց ձեռքերով սարքել են
ցուցասրահներ, մի ֆանտաստիկ շշմելու միջավայր, որտեղ գալիս են տուրիստներ, արտասահմանցիներ, մարդիկ եւ հիացած գնում են ուղակի, որ ոսկեզոծ պատեր չեն, չգիտեմ, գրանիտե հատակներ չեն եւ այսպես մեզ քաչ ծանոթ այսօրվա մեր Պերջանքը ու բանը չկա։ Միջայլոց որ Եվրոպայում վերջերս եղա Տոսկանայում ինձ հրավիրեցին մի ցուցադրության, որտեղ կախված են Giacometti եւ հայտնի այս հեղինակների ֆանտաստիկ աշխատանքներ, այնքան նման էր միջավայրը մեր արտ-կվարտալին, այնքան այսպես հասարակ, այնքան պարզ ու սենց հանգիստ, որ այդ քարքարոտ, այդ բետոնային բան, այդ վիճակները բան այնքան իրենց համար արժեք է դա, ես կուզեի, որ մեզ մոտ էլ դա գնահատվեր ու իսկապես ընդունվեր, որ արվեստի կետը, տեղը այդպես չի լինում է հենց այսպեսին։ Պարզը միշտ պարզունակ չէ, պարզության մեջ կա զսպվածություն եւ դա հենց զսպվածություն, այո։ 6 կտավ Ավո Խալաթյանի հունիսի 6-ին։ Սա էլ է սիմվոլիկ հնչում եւ կարծում եմ նրանք ովքեր արդեն լսեցին եւ հետաքրքրվեցին ուշադիր կլինեն եւ անպայման կայցելեն այդ բացառիկ ցուցահանդեսը։ Կոելոյի այդ հայտնի վիպակն է, Վերոնիկան որոշում է մեռնել ստեղծագործության հիման վրա, առաջին հարկում կլինեն վիդեո այսպես կոլաժներ, ինֆորմացիոն վիդեո արտ կլինի, որը կպատմի թե ինչի մասին է այս կտավները եւ ինչպես ստեղծվեցին ամբողջ այդ process-ը Արթուր Սարիբեկյան շատ գաղտնի այսպես խցիկով նկարել է ինձ աշխատելիս փորձերը բան եւ այս մեծ արխիվը ես էլ իզարմանս ինձ շատ ուրախացա որ Արթուրը ունի այս ամբողջ բազան եւ այս ընթացքում ես նորից այդ կոլաժները ստեղծելուց կարծես նորից եմ նկարել այս ամենը կպցրել հետո էլի աշխատել ներկերով հետո էլի ինքը իսկապես դարձել են գեղանկարչական աշխատանքներ ճիշտ է ինքը ֆիգուրատիվ այսպես գրաֆիկական մոտեցումներով 3 գույնի մեջ են սպիտակ սևի ու կապույտի մեջ են գույները բայց կլինեն վիդեո արտեր եւ նոր արդեն ներքևում ցուցասրահում կլինեն կախված այդ կտավները կարծում եմ շատ գեղեցիկ այսպես կոմպլեքս միջոցառում կլինի, տոր կլինի հանդիսատեսի համար լիարժեք ինֆորմացված, լիարժեք հագեցած կգնան Այսինքն կուլիսներ կան ոչ միայն թատրոնում, այլև նկարչության մեջ եւ այդ կուլիսները բերվում են իցույց հանդիսատեսի։ Իդեպ ես մի փոքր այսպես տխրեցի, որ կոչվում է սպանված, բայց դուք բացատրեցիք, որ դա նաեւ բերում է վերածննդի։ Ինչպես որ ամեն ինչ ունի սկիզբ եւ ունի ավարտ, ինչպես որ մեր այս զրույցը մի քանի ակնթարթից կավարտվի, այնպես էլ Ես ուզում եմ դեռ մի փոքր հարցաշար ուղղել բլիցի տեսքով եւ ակնկալում եմ կարճ պատասխաններ։ Ձեզ դուր է գալիս այն մարդը, ով կա քիմա։ Այո։ Եթե օրացույցում տոն կարողանայիք սահմանել, ինչի մասին կլիներ։ Արվեստի մասին։ Մասնավորապես։ Նկարչության։ Եթե ձեզ ընդմիշտ արգել են զբաղվել ներկայիս աշխատանքով կամ ընտրել այս 3-ի միջև մեկը որքան է դժվար լինի հրաժարվել, որը կթողնեք 3-ից։ Հիմա կպահեմ նկարչությունը։ Որն է ձեր կյանքի ամենաանհարմար իրավիճակը, որ պատահել է ձեզ հետ։ Ամենաանհարմար։ Երկելիս բառեր մոռանալը։ Երևս։ Որ սխալը այլևս երբեք չէիք կրկնի։ Չգիտեմ, որովհետև ոչինչի համար չեմ փոշմանել։ Իսկ ինչ կուզենայիք իմացած լինեիք 10 տարի առաջ, որ գիտեք հիմա։ Էլի շատ դժվար հարց է։ Ես մի լավ այսպես ֆրազ ունեմ հորինած, որ չի իմանում, որ չի իմանում, գիտի։ Ես որ ոչ մի մարդ չգիտի, թե ինչ կուզեր, ինչ կփոխեր 10 տարի անց կամ առաջ, չգիտեմ, երևի։ Իսկ ավելի լավ է ձախողել, թե փորձել։ Փորձել։ Թեկուզ ձախողումներով, բայց փորձել։
Երբ եք վերջին անգամ ծիծաղել մինչև արդյունքներ, եւ որն է եղել առիթը։ Առիթը ընտանիքում ֆիլմ դիտելիս դստերս հետ։ Ֆիլմի անունը կնշեք, գուցե մարդիկ կուզենան նույնպես այդ զգացողությունը վայելել։ Ջեքը եւ ինչ սերմերը, այսպես կիսա ֆանտաստիկ ֆիլմ էր, հա, միասին իր ծիծաղը ինձ վարակեց ավելի շատ եւ մենք երկուսով հա լիաթոք լիարժեք այսպես։ Եթե ձեր կյանքը ֆիլմ լիներ, որ ժանրից կլիներ։ Երևի տրագիկոմեդիա։ Կուզենայիք անմահ լինել։ Ոչ։ Նկարներիս եմ թողել այդ գործը։ Ավոր շնորհակալություն Դավիթն ընդունելու համար, անկեղծ պատասխանների եւ կարծում եմ իհարկե հաշվի առնելով, որ բազմաթիվ հարցազրույցներ եք տվել եւ ձեզ դժվար է զարմացնել նոր հարցերով, իսկ հանդիսատեսին եւ ունկնդրին նորովի բացահայտել Ավո Խալաթյանին, բայց հուսանք, որ մեզ հաջողվեց մի փոքր նոր տեսանկյունից ներկայացնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանին։ Շնորհակալ եմ հրավերի համար ու ջերմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Կսպասեմ ամսի 6-ին Սիրով։ Սպուտնիկ Արմենիայի ողջ կոլեկտիվին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի ունկնդիրներ, ձեզ հետ է Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։